հանցագործ համակարգը։ Դե մենք անտերության մատնված ժողովուրդ ենք, որտեղ անտեր ղեկավար ունենք։ Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում տեղի ունեցած կրակոցներից 2 անձ սպանվել է, այդ թվում Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը։ Եվս 1 անձ վիրավորվել է։ Ողբերգական դեպքից անցել է 1 օր, սակայն չկան ձերբակալվածներ։ Վալոդիա Գրիգորյանի հարազատները նշել են, եթե սպանությունը չբացահայտվի, ապա կառավարությունն է կանգնած այս գործողության ետևում։ Մենք հարցում ենք արել Երևանում հասկանալու մեր քաղաքացիները ինչ կարծիք ունեն կատարվածի վերաբերյալ։ Օրը մեջ կարող է մարդ սպանեն, Ամերիկայից սպանեցին։ Հանցագործ համակարգը, միջև սոցիալիզմ լինի, պետությունը լինի օլիգարխ, ես այդ կյանքը տեսել եմ։ Միշտ էլ հանցագործությունը կան, իրար մեջ չենք իսի։ Միգուցե թշնամիները ունեցել, չգիտեմ, չեմ կարող եմ։ Բայց դե ինձ թվում է հետազոտությունը բան կանել է, ստուգի եւ կիմանա ով արել։ Եթե մինչև հիմա ոչ ոք ձերբակալված չի, դա չի նշանակում, որ չի ձերբակալվի կամ մեղավորը չի պատժվի։ Գաղափար չունեմ ընդհանրապես, ցավում եմ տենց բաներ կատարվում մեր երկրում։ Գիտեմ, որ սպանություն եղել է, մնացածից խաբար չեմ։ Կոմենտ չեմ կարող անել, որովհետև իրազեկ չեմ ով է կանգնած, ով կանգնած չի, ինձ թվում է իրավապահ մարմինները ավելի շուտ կբացահայտեն ով է կանգնած եւ կպատժեն ամենավերջի ձևով, որովհետև այդ արարքը արարք չէր։ Ով որ կանգնած է, շատ ցանկալի է, որ անպայման գտնվի ու պատժվի ամենախիստ ձևով։ Այդ քաղաքական հայացքներ, կուսակցություն, ոչ մի բան ինձ համար կարևոր չի, կարևորն է նա, որ ինքը 4 երեխայի որ թողեց ու պիտի անպայման պատժվի, ով ուզում է լինի։ Թվում է վենդետա է, որտեղ դե ինքը մի ամիս առաջ որդուն սպանել էր, չէ՞, այդ Մերձավանի համայնքապետի ինչ որ։ Չեմ կարող ասել, կարող է հետաքննություն ընթանում, դեռ կասկածյալներ կա, բայց ձերբակալվածներ չկա, չեմ կարող ասել։ Իշխանություն է իհարկե, այլ տարբերակ չեմ տեսնում։ Ինչու պիտի իշխանություն սպաներ, ընդդիմադիր հայացքներով է պայմանավորվում։ Այո, իհարկե, իհարկե։ Դրանից առաջ կարծեմ իրանց բարեկամին էին սպանել, էլի ոչ մի բան չի արվել։ Օրը մեջ կարող է մարդ սպանեն, Ամերիկայից սպանեցին։ Հանցագործ համակարգը, միջև սոցիալիզմ լինի, պետությունը լինի օլիգարխ, ես այդ կյանքը տեսել եմ։ Միշտ էլ հանցագործությունը կան, իրար մեջ չենք իսի։ Արդեն խոցերը լսվել են, մնացեց ձևով, չկա մարդ, չկա պրոբլեմ։ Մեկն էլ Պիտերում սպանեցին, ինչի սպանեցին։ Շատ ցավալի է։ Բայց գիտեք ինչ, ամենացավալին է, որ մենք հենց հիմա գտնվելով անդունդում, որը ճահիճ է, քաշում են ներքև, լիդերը չունենք, որ մեզ հանի։ Պատական այցեւի սպանություններ չի լինում։ Նամանունդը կողքի կանգնացնել ոստիկան։ Չի լինում։ Դրանպես ես կյանքում պատականություն ոչ մի բան չի լինում։ Եվ այդ դարերից եկել, չկա մարդ, չկա պրոբլեմ։ Ներքին գործերի նախարարություն, արտադրության նախարարություն, հետախուզության պետ, բոլոր իգական սերի ներկայացուցիչներ են։ Բայց այդ տեղում պետք է լինեն փորձված մարդիկ, թրծված մարդիկ։ Այդպես հարցեր միտվեք ենել էս երկրում։ Я далека от политики, но очень сожалею։ Ացերյակ չեմ ճիշտն ասած, չեմ հետևել, չեմ իմացել։ Ծանոթ չեմ էլի։ Ես կարծում եմ Փարաքարում տեղի ունեցած դեպքերը պայմանավորված են քաղաքական հենքի վրա։ Իրենց ԿՊ-ական տեխնացուն յուղապետ չի անցել, հիմա պատժում են եւ ժողովրդի աչքը վախեցնում են, ուզում են ասեն, որ մեկը ժողովուրդը ինչ ասի, չասի մեր համար միևնույնն է։ Մենք ենք որոշողը, մենք ենք այս երկրի տերը, ժողովուրդն է։ Մենք ժողովրդին խաբել ենք, հիմարացրել ենք, հիմա էլ հիմար պահում ենք, ինչ ուզում ենք, այն էլ անում ենք։ Ես հաշվում եմ իտակ կառավարությունն է կանգնած, որովհետև միջև այսօր չեն բռնել։ Իրանց որ պետք կլներ նույն օրը կբռնեին։ Մի հատ ասեղելներ կգտնեին։ Որովհետև մենք չունենք լավ ղեկավար, որովհետև չունենք ժողովրդի կողքին կանգնած ղեկավար, անտերության մատնված ժողովուրդը դա էլ էս վիճակն է։ Ինձ թվում է ամբողջ կազմը ՀՊ-ականների պետք է հրաժարական տան, որտեղ անարխիա տիրում ամբողջ Հայաստան աշխարհում։ Ոչ մի սպանություն, եթե դա իրանց ձեռ չի տալիս, չի բացահայտվում։ Թող մի հատ բանվոր երեխա մի հատ կես մետրանոց մի հատ լար գողանա, դուք տեսեք ոնց կբռնեն 3 րոպեում։
Ես համոզված եմ, որ իրանց ձեռքի գործն է, առջևում ընտրությունները, ու դեռ ինչեր կկատարվեն։ Հետո էլ ասեն նախկինները էս են արել, այն են արել, բա դուք ինչ եք անում, վաղը դուք եք նախկին դառնալու։ Ինչ եք անում։ Սենց պետություն են ղեկավարում։ Հողերը ծախելիք մեր մարդկանց եք սպանում։ Դե մենք անտերության մատնված ժողովուրդ ենք, որտեղ անտեր ղեկավար ունենք։ Հիմար, անմտածված, անգրագետ, տգետ ղեկավար։